Լավ, ես ասեմ, իմ սուբյեկտիվ չեմ չափել հետազոտություն առանձին այս մասով չեն կարել եւ այս սալվակի ենթադրություն է, որ փետրվար 2025-ից մինչև մայիս 2025 ներքին գործերի նախարարի նշանակումը կին նախարարով միգուցե ազդեցություն ունեցել ոստիկանության գործունեության գնահատման անկմանը։ Ես ուրիշ բացատրություն չեմ տեսնում։ Բացատրությունները դժվար է ասել, իհարկե ես շատ վատ եմ վերաբերվում կանանց դերի նկատմամբ թերահավատ մոտեցում ունեցող մարդկանց, բայց այդուհանդերձ այստեղ իմ ենթադրությունը դա է, ուրիշ դուք կարող ասեք ինչով է պայմանավորված այսպես անկումը, մենք առանձին հետազոտություն սրա մասով չունենք, թե ինչով է պայմանավորված։ Այստեղ ենթադրում եմ էլի ավելի հիմնավոր չի, քան ձեր ենթադրությունը, միգուցե ավելի պակաս կոդինգի հարցնա, թե մարդը ոստիկանության տակ ինչ է հասկանում, որպես կանոն, միշի միջակայական մարդը հասկանում է ինչ է առնչվում է, ու եթե չկա քաղաքական ցույցեր ցույց ծրել, պետք է բարեկների հետ ասոցացնի, կարող է օրերը տարկանալ խցանումների շատանալ, որտեղ էլ եմ ասում, ոստիկանություն պիտի որ ավելի շատ իրանք բարեկների վրա գնան, քան մեր իմացած ոստիկանության։ Մենք մի անգամ առանձին չափել ենք բարեկային ծառայությունը, առանձին ոստիկանությունը, դրանք գրեթե իդենտիկ նույնն են եղել, դրա համար անցում ենք կատարել ոստիկանություն չափելին, բայց քանի որ մենք միշտ հարցը նույն ձև ենք տալիս, հետևաբար նույն սխալ պատկերացումը կամ տարանկալումը միշտ նույն ձևով լինելու է, էլի, հետևաբար հարցը միշտ նույնն է։ Անցնենք առաջ զինված ուժերի գնահատականը կայուն, Կարելի է վերսիաներ ասել։ Դա նախ կին ասելով մի քիչ ինձ թվում է ճիշտ չի բնութագրում դիլետանտության տիպային կարծիքով, չնայած իրանց համեմատը կին ասում են ավելի խելոք է, բայց ամեն դեպքում 30 տարեկան աղջիկը նշանակել մեծ կառույցի բան, այդպես ամբողջության բանա, կանստի գենդերային։ Երկրորդը կարծում ոստիկանությունը շատ լավ են նայում, իրենց երիքի տոյոտաներ ունեին, հիմա էլ Volvo-ներ են ավելի էլեկտրական նա զուտ վերսիաներ եմ ասում, չունենալի պատասխաններ։ Այսինքն մեր բոլոր խնդիրները թողած ամենալավը ոստիկանությունն է նայում։ Երրորդը դեռ ծառայողների մակարդակը բավականին ցածր է, շփվում ես, ես ապրելով Դեմիրճյան փողոցի վրա ասեմ, որ իրենք անընդհատ բխտում են այդտեղ եւ ոչ բարեկները, այլ հենց այդ մարզերից բերած կոնկրետ մարդկանց անվտանգությունը, ապահովողները, չգիտեմ ինչքան են մարդիկ իրանց տեսնում, բայց իրանք անընդհատ մեր շրջակայքում իրանց ազդանշաններով, իրանց լեցված լինելով անընդհատ ինչ-որ մարդկանց ներվերին են էլի արդեն ազդում, բայց ամեն մեկը մի քիչ ինչ-որ բաներ։ Քանի որ այս թեման քննարկման բան դառավ, կարելի է ուղղակի առանձին չափել։ Փորձենք առանձին հասկանալ։ Շատ շնորհակալություն։ Հիմա անցնենք արտաքին քաղաքականության թեմաներին։ Այստեղ նախկինում մենք ավելի շատ հարցեր ունեինք, այս հետազոտության մեջ ավելի շատ խորացել ենք ոչ թե արտաքին քաղաքականության մեջ, այլ Արցախի հիմնախնդիրների վրա։ Հիմա բայց արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր հայտնի հարցը Հայաստանը նշվածներից որ մեկի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորի եւ պետք է ընդունել միայն մեկ պատասխան։